Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարգարժան փոխոսնակ, ցավոք սրտի նորից անդրադառնալու եմ մեր ընդդիմությանը, բայց մի նկատառում անեմ սկզբից, չգիտես ինչի նրանց թվում է, որ մեր համար գերագույն հաճույք է նստել դահլիճում եւ լսել նրանց մաղձը, չեն պատկերացնում, որ ուղղակի տենց ինչ կարգի ինքնատիրապետում պետք է ունենանք, որ այդ ամբողջ ընթացքում գտնվենք դահլիճում, բայց նրանք երբ մենք ենք խոսում, դահլիճից լքում են։ Ես երկար եմ մտածել, թե ինչի օրինակ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները ունեն դժգոհություն կոնկրետ այն աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք որ կարող էին ամբողջությամբ իրենց խնդիրները փակեն, տեխնիկական մնացած հարցերը հանած։ Իսկ հասկացել եմ, մեր ընդդիմությունը տեխնիկապես որոշել է մի քաղաքականություն իրականացնել, տարածել հնարավոր բոլոր ապատեղեկատվության միջոցները աջակցության ծրագրերի վերաբերյալ, հետո գալ դրա այդ ապատեղեկատվության արդյունքները քննադատել, ասել արցախցիները չեն օգտվում ծրագրերից։ Այսօր մեր հարգելի գործընկեր Գառնիկ Դանելյանը հերթական ապատեղեկատվության շարքը բստրեց եւ ես ստիպված եմ ամբողջությամբ հերքել այնինչ ասել էր նա։ Նախ առաջինը լեզվամտածողության մասին, վերականգնել ծրագրերը դադարեցվել են, ծրագրերը չեն դադարեցվել, ծրագրերը վերափոխվել են, 115,000 քաղաքացիներից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածներից ընդամենը 53,000-ն է այժմ դառնալու շահառու, իսկ մյուս մասով տեղի է ունենալու անապահովության գնահատական, այսինքն ընտանիքը գնահատվելու է անապահովության մեխանիզմներով, թե ինչպիսի անապահովության սանդղակին է պատկանում եւ ըստ այդմ ստանալու է աջակցություն։ Ասում են քաղաքացիության բնակարանների ապահովման ծրագրի մասով մի քանի կետ է շեշտում, որոնք որ խնդիր են առաջացրել եւ ամբողջությամբ մանիպուլացվող կոնե լավ ուսումնասիրեիք խնդիրները, մի քիչ շատ շփվեիք այդ քաղաքացիների հետ, ձեզ ավելի մանրակրկիտ կասեին խնդիրները։ Ասում եմ, բանկերը մերժում են, որովհետև քաղաքացիները սև ցուցակներում են հայտնված։ Բանկերը մերժում են միայն այն հատվածը, որը քաղաքացին հավելյալ է ուզում, այն հատվածը, որը որ պետությունն է տրամադրում, պետությունը երաշխավոր է կանգնում եւ բանկը տեղ սև ցուցակը հաշվի չի առնում։ Հավելյալ գումարը, երբ քաղաքացին ուզում է գումարի համար, այդ խնդիրն է միայն, այդ խնդիրն է լուծվելու է մոտակա 1-2 ամսվա ընթացքում։ Ասում է, պետությունը քաղաքացիությունից զրկեց Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Մի հատ եկեք լոգիկայով դնենք իրար հերթականությամբ։ Այս մարդիկ ասում են Արցախի հանրապետություն, այս մարդիկ ասում են Արցախը անկախ պետություն է եղել, այս մարդիկ ասում են Արցախի եղել է սահմանադրություն, նախագահ, հիմա էլ ուզում են այդ նախագահին վերագործարկեն Հայաստանում, բայց այդ ամեն ինչը չեն արել տեղի քաղաքացիները, այսինքն Լեռնային Ղարաբաղի քաղաքացի հասկացողություն չի եղել, բայց եղել է այն ամեն ինչը, ինչ որ իրանք շեշտում են, եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ժողովուրդ ջան, կողմնորոշվեք, քաղաքացին մենակ իրավունքների մասին չի, քաղաքացին նաև պարտականությունների մասին է, ընտրվելու, բանակում ծառայելու։ Իսկ հոկտեմբերի 26-ի որոշմամբ, այո, Հայաստանի Հանրապետությունը վերցրել է ժամանակավոր պաշտպանության տակ, իսկ հիմա էլ խնդրում է, որպեսզի քաղաքացիություն ձեռք բերեք, որպեսզի ամրապնդեք ձեր ցանկությունը մնալու Հայաստանում եւ գործելու եւ արարելու Հայաստանում։ Հաջորդ թեզն էլ կարող եմ ասել, որ տրանսպորտային արտոնություններից չեն օգտվում են, եւ իհարկե ատելության խոսքի վերաբերյալ ես կարծում եմ ամենամեծ ատելության խոսքը գեներացնում եք դուք թշնամանք ներմուծելով իշխանություններից սկսած վերջացրած քաղաքացիների մեջ։ Շնորհակալություն։